Բարև բոլորին, այսօր պատրաստում ենք բիսկվիթ, սովորական հասարակ բիսկվիթ։ Այո, կանգնել եմ կողք ու դիտում եմ։ Ինչու առաջ չեմ գնում, որովհետև մազերս եմ ներկել։ Աշխատանքից էլ շատ ուշ եմ եկել, մազերս ներկեցի, մերիս էլ դե որոշեց սովորական բիսկվիթ պատրաստի։ 3 հաձու եմ լցրել, մի բաժակ է պսոկ։ Սովորական բիսկվիթ, հասարակ, չէ։ Այո, շատ հասարակ։ Շատ հասարակ։ Եվ ես մտովի գնացի իմ մանկություն։ Են որ կարանք բիսկվիտի մեջ լցնենք խնձոր, մրգեր, բայց չէ, ընկույզ էլ կարող ենք լցնել, Չենք սիրում ընկույզը։ Համով չենք ուզում։ Սովորական բիսկվիտ է ուզում եւ ես էլ դեմ չեմ, մեծ սիրով կօգտվեմ։ Ահա, լավ հարեց, ձուն եւ շաքարավազը եւ հեսա մյուս բաղադրիչները կլցնի։ Բուսայուղ եմ 2 գթալ ավելացնում, բայց մի քիչ է շատ։ Երկուսը ոնց որ քիչ կլինի, մի 4 հատ կարաս լցնես։ 4 հատ, որ գա մի կես կոֆեի բաժակ համարյա էլի, փափուկ լինի։ Հետո ավելացնում եմ խնձորի քացախ։ Ու ավելացնելու եմ սոդայով մածուն։ Մինչ մերինդա կլցնի, ես այստեղ տեսեք ինչ եմ ցույց տալիս։ Կարալյոկի չրերն եմ հավաքել, շատ պետք չի, որ ինքը չորանա, կդնեմ ինչ որ մի ամանի մեջ, որ սպիտակի, մալերովնի ամանի մեջ լինի, կդնեմ, որ սպիտակի, գնամ կեսն էլ հավաքեմ գամ։ Ասի մենք գթալ վրացնեմ։ Հեսա ավելացնեմ սոդան ու լցնեմ։ Հələ նայի լիմոնի աղը չլինի։ Սոդա է։ Սոդա չի։ Այս ձայնն եմ սիրում, որ բարձրանում է, սկսում է ձայնը փոխվել, չէ՞, հետաքրքիր նայ։ Հա, դա սոդայից է։ Հիմա ավելացնում եմ ալյուրը։ Պարտադիր մաղում եմ ու ավելացնում եմ։ Սարքես մի հատ թեյ խմենք բիսկվիտով։ Ինչ կարծիքի ես մերի։ Կարելի է, չէ՞։ Նաև կփորձես մայրիկիդ պատրաստած մասուրի ջեմը։ Հա, երկու օր ասում էի։ Երկու օր ասում ես մամա ջեմը, բայց համով է։ Միշտ պատրաստել եմ սիրելի հետևորդներ, չի կերել։ Ոնց որ երեկվա շեփը, որ կերավ ու շատ հավանեց։ Հա, դաժե այսօր եմ կերել։ Հա, հիմա մասուրի ջեմն է։ Պետք է այսօր համտեսի, երեկվանից ասում եմ։ Ես էլ գնամ մի հատ պատշգամբ մնացած չրերը վերցնեմ գամ։ Ահա, սրանք այնքան լավ է, որ ես սկրեպներով եմ արել, շատ հեշտացել է։ Բանակն էլ մի տեսակ մռայլվեց, տենց ոնց որ թե մշուշոտ լինի, խառնեց, բավաղ ես որոշել եմ մասուրի գնա, կեց հրտին գնամ, չէ։ Եկա ներս, ահա, եկա խոհանոց, մերիս դեր սարքում է։ Բա չեք ասի, սիրելի հետևորդներ, էս լիլիթի ձեն, ձունը չկա, ուր է։
Լողացել է ու քնել է։ Մուշ քնելա, նենց հավեսին քնելա, որ պատկերացրեք չեմ ուզում արթնացնել։ Տածում եմ, ասում եմ, կարող է հիվանդա։ Վերջ։ Վերջ։ Ես կպնում, կնոպկաների ես կպնում։ Արդեն ամանն էլ յուղաթղթով։ Դե դու քո գործին, ես էլ։ Էս ինչի համար է, այս։ Ես էլ իմ գործին, ահա, հա, որը։ Էս։ Էդի խառնելու համար է, հակին պատրաստել եմ։ Միսրանից շատ էլ առաջվանը կլինի։ Այստեղ ես իմ գնումներն եմ ցույց տալի ամենօրյա։ Նորից լավաշ եմ վերցրել Եղեգնաձորից, նորից իհարկե մանդարին։ Կարող է բանաներ լինի։ Չէ, Աշոտի պատվերն է, զանգի ասում եմ, մամա, այն լավ մանդարիններից էլի կբերես, ասիմ լավ կանգնի իշնեմ բերեմ։ Ու մի հատ էլ տեսեք ինչ եմ վերցրել, սիրելի հետևորդներ, չգիտեմ, երեխաները հաստատ չեն սիրում, չեն ուտի, դդում, կուտես դդում, ինչի կավա փոշմանես ուտես, ես շատ եմ սիրում դդումով այդ պատրաստած կերակուրները, անցած տարի դդումը շոք է խաշել եմ, տրորել ու ավելացրել եմ այս բիսկվիտի խմորի մեջ, ասեմ, որ շատ ընտիր եղավ, նաև դդումով բուլկիները, այդ թխվածքաբլիթները շատ համեղ են լինում, կարելի է սա պատրաստել, կամ այսօր ճաշ, կամ կպատրաստել, սա էլ այսպես, դրեցիր ջեռոցը, ինքավորում եմ, մեր ալյուրի տեղն է վերևում, արդեն բոլոր տեղերը գիտեք, որը որտեղ ենք դնում։ Ես էլ պետք է ուտելիք պատրաստեմ, երևի հենց հիմա արագ կարտոֆիլ մաքրեմ, քանի ջեռոցը տաք կլինի, կոզի միսով դնեմ ջեռոցը։ Մինչև մերին կհետևի բիսկվիտի, թխման ընթացքին, ես էլ արագ մաքրեցի այս երկարու կարտոֆիլները, 2 կես եմ անում, որտեղ իրանք տափակոտ են։ Որ տնենք ջեռոցը։ Մեկը 3 կես, որը մի քիչ ուռուցիկ է 3 կես։ Կարտոֆիլը շատ, որովհետև կարտոֆիլն էլ շատ համեղ է լինում։ Մի փոքր կարմիր պղպեղ, սենց եմ անում։ Սա այսպես։ Աղը տեղը տեղին։ Ամենայն դեպս չեմ փակում աղի վերանը և այստեղ մի փոքր էլ ցիտրոն։ Ու այս ամենը ներկած ձեռքով լավ խառնում եմ։ Դե ես էլ անհնար է, որ մազերս ներկեմ, ձեռքերս չներկեմ, այդ սև ներկը ահա որ ամ։ Ժամանակ չկա, որ գնամ Վարշավիրանոց, տունը պետք է ներկեմ, այդ կես ժամվա ընթացքում ես իմ գործերը կանեմ, խնայում եմ իմ ժամանակը, ինչպես նաև տնտեսում եմ գումարը, չէ մերի։ Ինչքան ես ներքում։ Հազիվ է, ոչ թե գումարն եմ խնայում, այլ ժամանակ չունեմ, անցած անգամ գնացի, ոնց որ փշերի վրա նստած լինեի, մինչև այդ մի ժամը լռացա։ Խի հողը ներկե։ Աստղը, այս միսն էլ խառնեմ, ոնց որ նստած լինեի փշերի վրա։ Մերի ջան, ձեռքերդ քո չորա բուսայով մի քիչ կլցնես, խառնեմ։ Բայց լավը չի ես բուսայով։ Ինչի, ինչա, որն է, ինչն է։ Հələ տենամ ինչա, զալատովի է։ Հա, սրանից չորնես։ Ինչա, որ։ Լավ։
Մի քիչ դիրուտե այն տապակի մեջ էլ պետք է լցնեմ։ Մամ, այս բռնիչը դու ես գործը, թե առել ես։ Էսի անը շտոկանա գործը նվիրես, այն է իմ մաման։ Ես էլ կարամ գործեմ, էլի։ Ահա, եւ վերջ, եւ ես անցնեմ այն կողմի վրա։ Սպասիլի մեծ դուք եմ եղել է, թե չէ։ Մի հատ ջեռոցն էլ քանի որ ձեռքերս խառնվել են։ Բուսայով եմ անում այսպես։ Ահա, սիրուն շարեմ։ Աշոտին էլ չենք զանգե, տեսնենք գոնե երբ կգա մեզ հետ նորմալ մի քիչ շփվի։ Երեք ես որ քնել եմ, դու արթուն եք մնացել երկար։ Ես քնած եմ եղել ջան։ Հա, ճիշտ տարբերակը, որ տեղափոխեցինք այստեղ, համ ինքը տակից է սառում, համ վրայից։ Իսկ եթե թողում ենք տախտակի կամ ափսեի վրա, գոլորշիով ինքը տենց փափկում է։ Ճիշտը այս տարբերակն է։ Սա էլ մեր սովորական բիսկվիտը։ Հա, մինչև ես իմ գործերը արեցի, այսինքն խոհանոցը հավաքեցի, ամանչաման լվացի եւ այստեղ էլ կարտոֆիլը պատրաստ է։ Կարմիր, լավ եղել է։ Այն որ կարմրածը շատ լավ է։ Դնեմ ջեռոցն ու անջատեմ։ Ծառելա, չէ։ Դե դիր մի կողմ, այն կառալյոկի չիրնել մերի ջան վերցրու բեր, հավաքենք, հաց դնենք, հեսա աշը կգա, աշոտը կգա, բայց շատ մի 3 կիլո կլինի։ Ես եմ ուզում ուտեմ։ Հեսա ինչ, չիր, հեսա կուտեք, կարել եմ որ ուտեք, աշոտը հավանում է, սիրում է, դիր, ես էլ տեսնեմ սառնարանում ինչ կա չկա, այն մրգի վազն էլ վերց սեղանի վրից, մրգի վազն է վերցրու, թթում, այստեղ աղցան, թթում, անում են կեչուպը, թթվասերը, մածուն ուտելու եք երեխեք, մածուն չեք ուտում, չենք հանում, կարող է գինի խմեք, որ այսօր խմես, վաղը հարբած կգնաս գործի, չի անցնի, հարբածությունը չի անցնի, մեկ երբ նոր տարվան, տարուց տարի ես, հա, կխմես 25 թվի 26 թիվը դիմավորելուց։ Այդ օրը տանն է։ Այո, մերին նոր տարվան տանն է։ Այս տարի տանն է։ Այս տարի տանն է։ Լիլի դու էլ արի։ Մեկը հետ տար, չգիտեմ։ Չգիտեմ ինչու ես բերել, բայց ոնց որ թե լավ ես արել բերել ես։ Մի հատ մեծ ափսե բերեմ։ Լիլի, թարի։ Բրծիմ, հետի անջատի արի։ Շատ հարմար սիրուն ափսեներ են, թեթև ու գեղեցիկ, են որ մեջ ամեն ինչ կարող ես դասավորել դնել։ Ահա այստեղ, սա էլ այստեղ։ Որ եմ, մամ։ Այս ափսեները ասում եմ շատ հարմար են ու թեթև։ Մեծ։ Պլաստմասը։ Հետաքրքիր է, բայց լավ որակի։ Ոնց է։ Դուրնա։ Մարդ եկավ, ես չկարողացա, ույս ինչ լավ բիսկվիտ ես թխեմերի ջան, ուզում եք ջեմով ուտեք, տանը մերի մասուրի ջեմը, մասուրի ջեմ, մեկ էլ հոնի ջեմ կա տունը, ծիրանի ջեմը նկուղում ա, լիլի ջան, համելեսի որ հիմա կերակ հաց չեք ուտի, Հեսա հացից հետո անպայման կկտրենք, թե կխմենք բոլորով միասին։ Դու ինչ էր այդքան քնյակցի։ Ես ասեցի հիվանդ ես։
Իվան, չէ, դու մանդարինն էլ մի կեր, հեսա հաց դնենք նոր։ Հələ տես հեսա աշը կգա, լավ։ Հə? Աշոտ принес мне шаурму։ Հələ տեսնենք։ Հələ բար դիրստը տեսնենք։ Շաուրման։ Իրա սարքած շաուրմաներն է։ Աշոտի պատրաստած շաուրմաները։ Օ, բայց հիմա դուք շաուրման կերակ, ես միսը կուտեք։ Լիլիթին ինչա կծուչի։ Երկու քույրիկներին իր աշխատած, դու ես փաթաթը շաուրման, իր աշխատած շաուրման են բերել։ Ես ու Աշոտն էլ ես կարտոֆիլը կուտենք։ Հա, փոխսանգ է, սոխովա։ Հա, լավ, արի Աշոտ։ Համով ա մերի սարքե։ Վայ ապրի, տերնես, աղբերդ ինչ լավ շաուրմայա սարքե։ Դուխը հարա ես Բա։ Կնիկը 10-ից 10 Նստենք արքին հանգիստ հացը վայելենք։ Դուք էլ հաց եք ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։ Մերիս էլ կոֆե ա դնում։ Հա։ Կոֆե եմ դնում, որին կոֆեից էլ չեք խմելու։ Ոնը չեմ դնելու։ Հա, ճիշտ ես ասում։ Ոյ։ Ընդեր գազի փեջի մոտ էի դրել։ Կախարդական փայտիկն ա դա։ Էս տոկ ա, չէ՞ տալու։ Հա, զայրատկով ա, էլի։ Ամենագին տոկ է։ Կար պոդուկներ 4-ն։ Կնջիրները 4-ն են։ Ինչը։ Կնջիրները։ Ինչով։ Դրանով։ Պրոցեդուրան 50,000։ Ջենը կգնա ուրիշ տոկ իր հատի կհանի։ Հա։ Բիոպլաստիկա են։ Ես իմ կնճիրներից ամոթ չեմ անում։ Ստերությունից է։ Ոչ է ծերությունից։ Մամա ծեր չի, մենք ենք ծերը։ Այո։ Ես կերեք։ Քանի մամա սաղա կերեք, հա։ Հա, քանի մամա սաղա մանդարին կերեք։ Մամ, Հա։ չմեռնես դու համ։ Էլի սկսակ ձեր կատակները։ Ծերանել է։ Հա։ Էլի ձեր կատակները սկսակ։ Մամայի պահով։ Ահա, սարքին հետ տարամ։ Մերի քեզ ընդմիջման համար կդնեմ։ Համաձայն ես, որ խորոված տանես։ Ասեն Մերին ամեն օր գալիս է խոզի խորոված ա բեր։ Բա ով ա ուտում։ Ես չեմ ուզում։ Չես տանի բերերիվ, տար։ Աշոտ ցածր արա։ Այն միրգը տուր են նրանք դիշտը։ Խոսով։ Տենանք Մերին ոնց է պատրաստել, ինչ լավն ա Մերի ուռը։ Բա մամա, մի հատ ձվի համ չի կա։ Շատ համեղ է։ Շնորհակալություն։ Ան։ Ցի։ Իրոք շատ համով ա եղել։ Ահա, ցույց եմ տվել, նայեք, սիրելի հետևորդներ, լավ է բվել ա, տեղը տեղին, մենք էլ մեր սուրճը վայելենք, ձեզ էլ ասենք բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լիտ, գործակը պես։ Դաս եմ անում, Վաղ դասի չէ։ բայց սրուտ եմ անում, ես գրականություն անգիրս սովորեմ, այս գիշեր հայոց տուն, այս գիշեր տեսա մի անուշ երաս, իմ հայրենի տունը, նորոգում, մանկությամբ երկիրն էր, բացվել էր վրա, այնտեղ էր մայրս, Բեր տեսնեմ, ես արդեն գիտեմ։ Ահա, Լիլիթն էլ դաս է անում, ոնց որ թե, հա, մնացի մենակ։ ես աշարդից հեսա, ման, Երոպը, այստեղ ես սինին մի հատ հեսա հանենք, մաքրենք, որ մասուրի գործ անեմ։
Որը Տեսա։ հայրե։ Հայրենի տուն։ Այս Այս գիշեր տեսա մի Սուս։ անուշ երաս։ Այս գիշեր տեսա մի անուշ երաս։ Ես իմ հայրենի տունն էի նորոգում։ Մանկության երկինքն էր բացվել վրաս եւ արշալույսներ կային իմ հոգում։ Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ, մայրենի լեզվով խոսում էր առուն, խշում էր բակում հինավուրց մի ծառ։ Այնպես ծանոթ էր, այնպես գարուն էր։ Երթիկից կաթած շողն արեգական, թվում էր հոգուս ոսկյա բանալի։ Արևն էր նայում աչքով մայրական եւ քաղցր էր աշխարհ ու հասկանալի։ Ան հայրենի տուն 10 ընդդնում։ 10 Փաստորեն չես գալի մաքրես Լիլի թաղջիկ Ոչինչ Ահա այս մասուրը հասել է եւ իմ աշկն էլ լույս լինի բոլորն էլ հասած ընտիր մասուր ահա եւ ես պետք է մաքրեմ որ չեմ պատրաստեմ գոնե հիմա դնեմ եռա որ վաղը քամեմ սարքեմ գործ է բացվել գործ ինձ մասուրն էր տեսեք մի քանի օրվան հասավ նենց հա լավ ջեմ կլինի սա միջի են պատղամիսը շատ է Մասրենի սարի մասրենի վայրի մասրենի պտուղդ քաղող չկա մասրենի ժայռի մասրենի իհարկե պնդեր մնացել են դրանք առանձին կդնեմ հետո կհասնի վաղը եթե եղանակ արեց գնալու եմ մասուրի լավաշ եմ պատրաստելու եւ մասուրի ջեմ որ գերհոգնած եմ, բայց ուզում եմ վերջացնեմ այս գործը։ Մերին էլ պատրաստում ա, որ վաղը գնա, Աշոտն էլ հանգստանա, որ աշխատանքի գնա։ Դե, վաղն էլ լավ է կիրակի է, ես տանն եմ։ Վաղն էլ ես տանն եմ։ Այսպես հարմար չի, ուրեմն ես ինձ կընտրեմ հարմար տարբերակ, որպեսզի գործին արագ ընթացք տամ։ Ու ինչ եմ անում, սա վերցնում եմ, այսպես դնում եմ գիրկս, Պես լավ է, համ արագ է, համ լավ է, թե չեն ինձ լարվում եմ, թևս բարձր եմ պահում, որ սեղանին հավասարվի, մեջքս ցավում է, այսպես շատ լավ է, կողքս էլ ամանն եմ դնելու, այս մի կողքը, ու լցնեմ, հենց այս ձերքիս տակ, որ հարմար է, վերջա հավակվի բռումաս, ու լցնում, պնդերն էլ բեջ եմ վերցնում, այս որ մնաց, ճաշ կլիներ, ամեն բան պետք է ժամանակին անես, Եվ պատկերացրեք մնաց վերջին մի քանի մանր հատիկները, մանր հատիկները, 3, 2, 1,
Եվ 0 ապրես Նազո ջան, հələ ձեռքերս նայեք, ասեմ, որ մասուրի ջեմ պատրաստելը շատ դժվար է։ Ընդհանրապես մասուրի հետ գործ ունենալը շատ դժվար աշխատանք է, լինի են քաղելը, այն որ ծակրտվում ես, վարտեղեր է աճում, պետք է լավ մաքրես, մաքուր տեղը տեղին ու ընտիր որակով ապրանք ստանաս։ Կարօգներ, գիտես, մամա չմաքրեց փորձավ։ Ուրեմն սա էլ է նորվա մաքրածն էր, հետաքրքիր է, սա դրել եմ սառնարանը, որ չչորանա, իսկ սա էլ հասունացած չէր, դուրսն էի թողել, որ հասնի, փափկի։ Հիմա երկուսը հավասարվեցին իրար, ասի սարքել, մի անգամից շատ սարքեմ, որովհետև հիմա տանը մի բան կա, մասուրի ջեմ էլ չունեմ։ Բացել ու տաք ջրով լվանում եմ, մեկը իրան եռացնելու եմ, ավելի լավ տաք ջրով լվանամ, լավ պետք է լվանանք, թակեմ թող ջուրը լցվի, ամեն գործ էլ պետք է տեղը տեղին անենք, մաքուր, տեղը տեղին։ Ահա կին, այն օրվանից շատ է լինելու և տաք ջուր էլ լցնեմ, դնեմ թող եղը։ Մասուրի գործարանն աշխատում է մերի։ Մամ այդ մասուրի գործարանն սկսեց աշխատել։ Աշխատողներ եմ ուզում։ Ես շատ լավ կարամ Էպում եմ էլի, պետք է խաշեմ, վաղը տրորեմ, սարքեմ։ Ինչ մալաջեց։ Այս տաք ջուրը համել արագացնում է իր այդ էփելու պրոցեսը։ Խիղճս հանգիստ եղավ, եմ որ գիշերվա արած գործը գթած է, թող սա էփվի, այս ջուրը լրիվ քաշելու է իր մեջ, փակեմ այսպես, սրանք էլ այս մասուրներն են, հետ ինչ լավն են, որ պինդեն, նա կհասունանան, ապսոսա, թեկուս ջեմ էլ չպատրաստեմ, կչորանա հյութ, թեյ, խոսքով լավ կլինի։ Էլի հետևորդներ, ձեզ ասում եմ բարի գիշեր, առողջ եղեք և չմոռանաք լայքերի մասին, լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք։